Թեհրանը պատճառ չունի մտահոգվելու Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև պաշտպանության համաձայնագրի կնքման առնչությամբ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղայիի խոսքով փաստաթղթի կնքումը տարածաշրջանում իրավիճակի ընկալման փոփոխության կարևոր նշան է։ Տարածաշրջանային երկրները հասկացել են, որ անվտանգությունն ապրանք չէ, որը հնարավոր է գնել անբարեխիղճ միջնորդներից, նշել է նա հավելել։ Համաձայնագիրը ցույց է տալիս, որ տարածաշրջանային երկրներն ավելի շատ ապավինում են սեփական կարողություններին, ոչ թե արտաքին ուժերին։ Օգոստոսի 7-ին Անկարան, Էր-Ռիադը և Իսլամաբադը ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որում ներառված է հավաքական պաշտպանության սկզբունքը։ Երկրներից մեկի դեմ հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի մյուս անդամների վրա։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ համաձայնագիրն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ չեն ընթանում։ Տեղի է ունենում հաղորդագրությունների փոխանակում միջնորդների միջոցով, ինչը նրա խոսքով չի կարելի բանակցություն անվանել։ ԱՄՆ նախագահը նույնպես հայտարարել է, որ Թեհրանի հետ ինտենսիվ բանակցություններ չեն ընթանում։ Դոնալդ Թրամփը նաև պնդել է, որ հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը։ Նրա խոսքով Իրանը գտնվում է տնտեսապես շատ վատ վիճակում, իսկ Միացյալ Նահանգների ծովային շրջափակումը սրել է ճգնաժամը։ Իր հերթին Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ծովային շրջափակումը և երկրի դեմ ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցի վերաբացման գլխավոր խոչընդոտն են։ Էսմայիլ Բաղայիի խոսքով Իրանը և Օմանը նախնական համաձայնության են եկել առևտրային նավերի անցման ժամանակավոր ուղիների շուրջ և այժմ հստակեցնում են մանրամասները, սակայն ըստ պաշտոնյայի ներկայիս պայմաններում նեղուցով լիակատար և անվտանգ նավագնացությունը չի կարող վերականգնվել։ Իսրայելի վարչապետի կողմից Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահի 15 կետանոց ծրագրի մերժումն ուղիղ հարված է միջնորդների ջանքերին, հայտարարել է Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հավելելով. Բենյամին Նեթանյահուն դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացմանը և սրում մարդասիրական ճգնաժամը։ Ավելի վաղ Նեթանյահուն մերժել էր Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը, նշելով, որ Գազայից իսրայելական զորքերի դուրսբերում տեղի չի ունենա մինչև Համասն իսկապես չզինաթափվի։ Թրամփի ստեղծած խաղաղության խորհուրդը հուլիսի վերջին համաձայնության էր հասել Համասի և Գազայի այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։ Սակայն Համասը հայտարարել էր, որ ծանր զինամթերքի հանձնումը կախված է իսրայելական ագրեսիայի դադարեցումից և Գազայից զորքերի դուրսբերումից։ Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, երկրի արևմուտքում տասնյակ շենքեր են փլուզվել։ Կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց վերջնական թիվը հայտնի չէ, քանի որ շատերը դեռ փլատակներում են։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չոկոյի շրջանում, մայրաքաղաք Բոգոտայից 400 կիլոմետր հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Էկվադորում։ Հունիսի վերջին 7.2 և 7.5 մագնիտուդով երկրաշարժեր էին տեղի ունեցել Վենեսուելայում, ավելի քան 5000 մարդու կյանք խլելով։ Չինաստանի իշխանությունները երկրի արևելքից, այդ թվում Շանհայից ավելի քան 1 միլիոն մարդու են տարհանել Դելֆին թայֆունի պատճառով։ Ճեծյանի նահանգում խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Միայն Շանհայում չեղարկվել է թռիչքների 40%-ը։ Փակվել են զբոսաշրջային հիմնական վայրերը, մարդկանց կոչ է արվել դուրս չգալ տնից։ Իշխանությունները նախազգուշացրել են առաջիկա 3 օրերին տեղատարապ անձրևների, հեղեղումների և սողանքների վտանգի մասին։ Չինաստանի կառավարությունը 29.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումար է հատկացրել աղետից վերականգնման ջանքերի համար։ Ավելի վաղ Դելֆին թայֆունի պատճառով Ֆիլիպիններում 8 մարդ է զոհվել։ Ճապոնիայում կան տուժածներ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։